J.D. Vance-ը Տրամփի բանագնաց էլի մոտակա ժամանակները գալու է Հայաստան փետրվար ամսվա սկիզբ ու ես երեք ձայնագրություն եմ ուղարկել մի շարք քաղաքական գործիչների ընդհանուր մի ձայնային հաղորդագրություն որ լսեք ինչ եք մտածում չեք ուզում մի հատ ակցիա անցկացնեք պաստառներով ամեն ինչով Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց J.D. Vance-ի գալուն ընթառաջ որ դեմ եք այդ 26%-ին ընդհանրապես թերիփի այդ պայմաններին նայեք ես թե ում եմ ուղարկել այս ձայնագրությունը ու ձայնագրության իմաստը է դա մի հատ դուրս եկեք տեսնենք ով է պետականամետ պետության մասին մտածում ով իր աթոռի ուրեմն ում եմ ուղարկել եմ Հայկ Մանասյանին Պարուր Հայրիկյանին ուղարկել եմ Լևոն Բաղդասարյանին Արթան Ղուկասյանի այդ թիմից ուղարկել եմ Արտուր Համբարձումյանին ելում եմ ուղարկել տեսեք շատ մարդու եմ ուղարկել եմ բանին աֆրիկացուն արտակ մի խոսքով Աֆրիկայից եկած էլի Քենիայից Իրան եմ ուղարկել ելի կարող եմ մարդկանց անուններ հիմա մոռացա թե ում եմ ուղարկել մի շարք ում հետ ունեմ ես կապ որ տեսնեմ ինչ պատասխան եք տալիս Անի Զախարյանին եմ ուղարկել եւ առաջին ինքը արձագանքեց Անի Զախարյանը Այդ որ կոնկրետ պատասխան իրանից կա, որ ինքն էլ է համաձայն նամակ կազմել, ու հիմա տեսնենք, թե ինչ է լինելու։ Ես իրանց ասել եմ ժողովուրդ, մի հատ ընդհանուր դուրս եկեք։ Ես չունեմ կոորդինատներ դաշնակներից, մեկ էլ Տաշիր գրուպից։ Տաշիր գրուպը ընդհանրապես։ Երևի աստուն ավելի շուտ կհասնես կխոսած հետ, քան թե Տաշիր գրուպի ինչ որ մի գործիչի հետ։ Ես իրանց ասել եմ, եկեք այս ակցիայով, լսեք, եկեք մաղենք քաղաքական դաշտը։ Ով է գալի դեսպանատուն Միացյալ Նահանգների։ Ով չի գալի դեսպանատուն նրանք վախենում են որ Տրամփը ձեռը երկար կմցնի տուտուզներից ու զանգուլակները կոլորի տեսնեք դաշնակը կգա իր բանով էլի են երիտասարդ թևով բանով են որ գնացել էին Սամվել Կարապետյանի համար դատարանի մոտ ցույց էին անում տեսնենք այդ նույն թիմով կգան Միացյալ Նահանգների դեսպանատուն այդ նույն ցույցը անեն տեսնենք Ռոբերտ Քոչարյանը կգա նրանց հետ միասին նրա տղան որ դեմ այդ պայմաններին տեսնեք Նարեկ Կարապետյանը կգա Այդ ցույցին կմասնակցի, այդ ակցիային լսեք, որ ցույց տակ ամերիկացուն գալիս աստեղ, այդ գյադեն էլի, այդ շատ խիտր նրանք ասում են, նրանք դրած ամենաժոսկի տապորով են անում, դուք ռուսին եք ասում, նրանք ավելի չոր են դրել։ Այս ամեն ինչ էլի, որ լսեք ցույց տանք, որ դեմ է քաղաքական դաշտը, որ այս Նիկոլ Արաբատ, Մարաբատներն էլ հետը խոսալուց ասեն, տեսեք, մարդիկ դեմ են։ Եթե ԿՊ-ից էլ կլինեն ցանկացողներ, թող գան միանան, ասում լսեք, մի հատ կարող եք, դուք եք Հայաստանում, sense մի բան նախաձեռնեք։ Դուրս գաք այդ ցույցը անեք, հասկանում եք։ Այդ ակցիան անեք, այդ անհամաձայնության այդ ձեր ձայնը հասցնեք, որ լրատվամիջոցներով բանով գան ներկա լինեն, նկարեն, լուրերով ցույց տան, գցենք բոլոր այդ տոպովի լրատվական այդ գործակալությունները լուսաբանեն։ Կարող ենք անել, թե չէ։ Ես էս եմ ուղարկել այս մարդկանց, այս գործիչներին մեր, էլի։ Ու հələ տեսնենք ինչ պատասխան կլինի, ինչ արձագանք կլինի։ Ու դրանից հետո կտեսնեք, ժողովուրդն է կտեսնեն, դե պետք է այդ մի ուժը ձևավորվի, որ գնա հաղթի այս ամեն ինչին, որտեղ տեսեք մենք այդ օրը չենք տեսնելու 50 տարի հետո ինչ է լինելու, 49 տարի, սա պետք է արվի մեր թորների համար, այլ ոչ թե այսօրվա աթոռի համար։ Ես տեսնում եմ ինձ մարդիկ գրեցին արդեն դոկ կուսակցության ներսում, արդեն այնտեղ աթոռ են կիսում, դեռ աթոռի չասած ինչ որ խմորումներ կան ներսում։ Անահիտ կարծեմ Անի Խուդավերջյանի դեմ են այլանդակ նամակներ ես դրան առանձին կիմանամ կարձագանքեմ թե ինչ է կատարվում էլի լսեք պետքա ոչ թե այսօր աթոռի կռիվ տակ լսեք վաղվա ապագայի Հայաստանի տեղի համար պետքա կռիվ տակ այս արևի տակ այս երկնքի տակ ես տեսնեմ ումից ինչ պատասխան կգա իմ նամակները բոլորն էլ ստացել են բոլորն էլ լսել են բացել են Եթե չեմ բացել սրանից հետո ոմանք կլսեն ձեզանից ուղարկեք կրկին զանգեք ասեք լսեք ինչ եք անում ինչի մասին եք մտածում J.D. Vance-ի Հայաստան գալուց ընդառաջ պետք է մի հատ մեծ ցույց արվի հազարավոր մարդկանցով տասնյակ հազարավոր պետք է հավաքվեն պետք է պողոտան փակվի որ հասկանա որ այստեղ ժողովուրդը լսեք չեն ուզում շատ էլ որ դուք ինչ որ մի հոգու երկու հոգու եք նստել եք վախացել եք ատրճանակը դրել եք Արաբաթի Նիկոլի գլխին ձվերին կամ բան ու այդ թղթերը ստորագրել եք տվել ժողովուրդը դեմ է վաղը մյուսօր կսարքեք մի բան կանեն արա որ մարդիկ հալալ այդ ամեն ինչը չեղավ արդար ձևով
Չգիտես ինչ ձևի ռադիկալ մտքերով, ինչ ձև զանգված կարող է լինի ու ավելի սենց ահաբեկչություն ձևով կազմակերպեն այդ ճանապարհների նկատմամբ այդ ամեն ինչի։ Դուք չգիտեք, դա պետքա ճիշտ արվի, այլ ոչ թե սենց տապոր ձևով։ Սա կլինը վշբայ ռուսերեն խոսքա, եթե դու տապոր ես հանում են մյուսն էլ լոմ կհանի դեմդ։ Պետքա այս սրա մասին խոսանք, այլ ոչ թե ընկել են էլի աթոռակռիվ։ Այսին ձայնագրությունը կարճ կլինի, ժողովուրդ ջան։ Տարածեք այս ամեն ինչը, լսեք, մի նստեք բամբասանքների հետևից, այս ինչ ես ասեց, այս ինչը գնաց Ադրբեջանի նավթ հարավ, Նիկոլին ով է փող տվել։ Պետք է մի ուժ լինի, լսեք, այս իրեքին էլ մերժի, Նիկոլին էլ, Քոչարյանին էլ, Սերժին էլ ու նրանց այդ բաներին։ Իսկ այս վերջի բանը տեսանք են Նարեկ Կարապետյանի այդ հարցազրույցը, ինչ էլ ժամանակին եղավ այս ամեն ինչը, տեսեք, մյուս ազգային ժողովում նստելու են Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու այնտեղ չգիտեմ, կարող է մի քանի հատ էլ մանր մուներ, իսկ անուններն չիմանաք ովքեր են անցնելու։ Այս երկու ուժը պետք է անցնի ազգային ժողով։ Ու էլի 6 տարի լսեք, դուք թալանել եք, դուք թալանչու հետ համագործակցել եք, նախկիններ, ներկաներ, Սամվել Ղարաբետյան, ինչի ձեր երեխեքը բանակ չեն եղել, բանակ չեն ծառայել, այս sense էլի նույն երգը պետքա լսենք 6 տարի։ Ու հաչանք բանթոյից ու լոնկեքից էլի։ Ես ասում եմ, ես քաղաքական գործիչ չեմ, ժողովուրդ։ Քաղաքական գործիչ լինելու համար պետքա ես բարձ խոսացող մարդ եմ։ Քաղաքական գործիչը ես ասում եմ, եզակի մարդիկ են կան։ Եզակիներ էլի, դրա համար ինձ ուրիշ բաներ մի գրեք, դեսեք պետքա որ մենք խելքի բերենք սրանց, այս կուսակցությունները չպետք է իրանց են լիդուչկեք կազմակերպեն, որոշեն թե մեզ ժողովրդից ինչ կերագրեն։ Դրա համար ժողովրդի 70% ասում է առեսիկ ու կեր, պիտ դարաստ կուսակցական, ձեր լիդուչկեքին, բայց չէ իրանք են որոշում ինչ կերագրեն ժողովրդի։ Ես հիմա ես հակառակ կողմից եմ գալիս։ Ես ժողովրդի անունից եմ ուզում ասեմ, ինչ կերակրեք մեզ որ ուտվի։ Ինպես անհավատը ձեզ հավատա, կուսակցականներ։ Դեմագոգիայով եք մենակ զբաղվում։ Անենց որ եթե ես հավատացի ձեր ասածին, կհավատա այդ 70% զանգվածը, 65% զանգվածը։ Այնտեղ մի 35% կային, որ ասում են մորն ու երեխեքին շինես, նրանք կամ Սերժ են ընտրելու, կամ Քոչարյան, կամ Տաշիր, կամ բան։ Նիկոլ։ Դրանց հետ գործ ունենք, մենք այդ 65%-ի հետ գործ ունենք։ Սրանք պետք է այս զանգվածը պետք է դուրս գա եւ ձայնը տա։ Ինչքան ես եմ դասում, ինչ պետք է կերակրեք որ ուտեն։ Ասել եմ, արյան երթում կուտեք, ես ձեզ կհավատամ։ Թե չէ ձեր դեմագոգիային մեծ խոսքերին, բառերին չեմ հավատում, արա, չեմ հավատում։ Կանչեք ինձ, եթե այդքան հետույք ունեք բանավեճի կամ ինչ որ միտեղ, թե որ բառը իրա չեմ հավատում։ Ու ինչի համար պետք է տակ արյան երթում, որ ես ձեզ հավատամ։ Գնացեք այս ցույցերը անցկացրեք Ամերիկայի դեսպանատան դեմ ու կտեսնենք ով է պետականամետ, ով չի մտածում աթոռակռվին, ով չի վախենում Ամերիկայից կամ մյուսից կամ ռուսից կամ պարսիկից, ով մտածում է Հայաստանի պետական շահից։ Ես այս եմ խոսում։ Հայաստանի պետության շահից, այլ ոչ թե սրան նրան լավ ծառայելուն։ Էնել մեր մոտ ծառայելը մի ձև են հասկանում։ Իշտեն սեղանի տակը ոչ թե կողքները նստեն, ցեպներ իջացնեն, առնեն բերանները։ Կապ չունի ռուս լինի, ամերիկացի լինի, պարսիկ լինի, չինացի լինի, չգիտեմ այնտեղ։ Եվրոմիությունից լինի Կայա Կալաս կամ այնտեղ Ուրսուլա ֆոն դեր բլյադ։ Այ ես մեր հայկական քաղաքականությունը սա է։ Սպեկուլյացիա։ Դրա համար տարածեք, տեսնենք ինչ պատասխան ենք ստանում այս գործիչներից։ Հայրենասեր։ Տեսեք, հայրենասերությունը դա դարձել է աշխատանք։ Մարդիկ օրինակ տաղավարներում թե հեռախոսի առաջ ինչ որ իրանց այդ տեսախցիկների առաջ աշխատում են յառի հայրենասեր։ Բայց եթե հեռախոսը տեսախցիկից փոխում են, գալու են դառնում են պիտ դարաստը։ Ու բան, հեսա ես չեմ ուղարկել Կարեն Արայանին, կուղարկեմ Կարեն Արայանին եւս։ Որ հանենք մարդկանց ու եւս այլ բլոգերների այդ ձևի ես Էդգարին կուղարկեմ այս նույն բանը թեման Էդգար ջանին ելով կա այնտեղ Լեննականից այնտեղ են կա Արտուր Ադամյան, նրան եք ուղարկեմ, որ լսեք, պետք է միջև Ջեյ Դիվենսի գալը, սրանց փեդով լարեն, գնան դեսպանատուն մի բան անեն։ Մինչ որ ակցիա անցկացնեն, որ մենք դեմ ենք այդ 26%-ին, այն 26%-ը իմացեք, իրանք են որոշելու, թե ինչքանի 26%-ը մեզ տան։ Հասկանում եք, դա էլ է, որ ոչ մեկ չի ասում։ Ես իմ անցած հաղորդումներում բացատրել եմ, թե այդ ամեն ինչը ոնց է լինելու։ Մի խոսքով այսքան է ժողովուրդ ջան, ձեզան շատ ժամանակ չխլեմ, ես անիմաստ եթերներ չեմ լցնում, ինձ եթերային ինչ որ րոպեներ պատտել պետք չի, որ բան անեմ, մոնետիզացիա կա, մանի, YouTube-ը, Facebook-ը կամ TikTok-ը ինձ փող ուղարկի։
Եղավ։ Դա մա շատ անգամ իմ ելույթները արագացնում եմ մի քիչ, որ արագ լսեք ու դե ժամանակ հետո տակ են մնացած հիմարների։ Շնորհակալություն, հաջողություն։